Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Մինչև 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում իշխում էր քրեական դիկտատուրան։ Այն զբաղված էր պետությունը թալանելով, ազգային հարստությունները վաճառելով եւ սեփական քաղաքացիներին սպանելով։ Այս ամենը հաստատվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով։ Պետությունն է, այսինքն այդ ժամանակվա իշխանության գլուխ կանգնած Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատու քաղաքացիների մահվան համար։ Պետությունը տարիներ շարունակ չի իրականացրել պատշաճ քննություն, չի համագործակցել ՄԻԵԴ-ի հետ։ Քննության ընթացքում կեղծվել են իրեղեն ապացույցներ, կիրառվել են մարտական փապուշտներ եւ ժամկետած զինատեսակներ։ Սրանք անբեկանելի փաստեր են, որոնք ոչ ոք չի կարող հերքել, մերժել կամ ներկայացնել որպես կեղծիք։ Այնուամենայնիվ, այս մասին Սերժա Քոչարյան լևոնական շրջանակներից ոչ ոք չի խոսում։ Ինչու՞։ Որովհետև նրանք երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չեն դիտարկել որպես բարձրագույն արժեք։ Եվ քանի որ տուժածները իրենց էլիտար ճակերտների մեջ շրջանակներից չէին, այդ մարդկային ողբերգությունները մնացին անտեսված։ Սա է եղել նրանց իրական վերաբերմունքը հասարակ քաղաքացու եւ պետության նկատմամբ։ Հարգելի հայրենակիցներ, տասնամյակ շարունակ մեզ ներմուծվել է կեղծ հայրենասիրության մոդելներ, որոնք չեն արտացոլել մեր պետության իրական շահերը։ Մեզ պարտադրվել են ռազմահայրենասիրություն, ռևանշիզմ, ուրահայրենասիրություն, կենացային ազգասիրություն եւ պահանջատիրության դատարկ կարգախոսեր։ Մեզ ստիպել են երազել անիրական պատկերների մասին, Բաքվում թեյ խմելուց նպատակների ներողություն մասին, Բաքվում թեյ խմելուց մինչև Սևրի պայմանագրի վերականգնումը։ Այդ պատրանքներով էին փորձում չափել հայրենասիրությունը, եւ որքան մեծ տարածք էին պատկերացնում, նրան անվանում էին մեծ հայրենասերներ։ Սակայն մենք պարտավոր ենք գիտակցել իրականությունը։ Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, միջազգային մակարդակով ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Սա է մեր հայրենիքը, սա է մեր պետությունը։ Մեր առաքելությունը պետք է լինի այն զարգացնելը։ Մեր ուժերը պետք է ուղղված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական հզորացմանը, բնակչության աճին, պետական ինստիտուտների ամրապնդմանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Այս ուղին է մեզ տանելու դեպի իրական անկախություն եւ ինքնիշխանություն։ Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է վերջ տալ պատրանքներին եւ ապրել իրականությամբ։ Ժամանակն է կառուցելու մեր իսկական հայրենիքը, ամուր, ապահով եւ հզոր Հայաստանի Հանրապետությունը։ Սա մեր սուրբ պարտքն է, մեր նախնիների հիշատակի, բոլոր նահատակների, մեր սերունդների ապագայի եւ մեր պետության հավերժության համար։ Կեցե, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Կարնիկ Դանիելյան հաջորդ